Հայաստանի հյուսիսը պատրաստվում է ձմռան ամենամասշտաբային իրադարձությանը։ Փետրվարի 28-ին ժամը 12-ից սկսած ամասյան կրկին կհյուրընկալի -46 ձմեռային փառատոնը արդեն 4-րդ տարին անընդմեջ։ Միջոցառումն իրականացվում է Հյուսիսային ուղի տեղական ակտիվ խմբի նախաձեռնությամբ։ Փորձում ենք յուրաքանչյուր տարի ինչ-որ կոմպոնենտներ ավելացնել, ավելի զարգացնել փառատոնը ու քիչ-քիչ հասնել այն նպատակներին, որոնք մեր առաջ դրել ենք մի քանի տարի առաջ։ Այս տարի փառատոնի ձևաչափում կարևոր նորություն կա։ Առաջին անգամ նախատեսվում է կենդանի երաժշտություն եւ համերգային ծրագիր, որը նոր տրամադրություն կհաղորդի ձմեռային տոնին։ Միաժամանակ փառատոնի առանցքում շարունակում են մնալ ձմեռային սպորտաձևերը՝ սնոուբորդ, դահուկներ, թյուբեր եւ ձյունագնացներ, ապահովելով ակտիվ եւ ադրենալինով լի ժամանց բոլոր տարիքային խմբերի համար։ Մինչ փառատոնի մեկնարկը ամասյայում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Կազմակերպիչները անցկացնում են վերջին քննարկումները, հստակեցնում տարածքի կահավորումն ու ենթակառուցվածքային լուծումները։ Փառատոն տեղի ունենալու ամասյայից դեպի Բերտաշեն տանող ճանապարհին ընտրվել է հարմար տարածք, որտեղ կլինեն թեք լանջեր ու հնարավորություն կունենան հյուրերը զբաղվելու տարբեր սպորտաձևերով, թյուբերով, սնոուբորդով, սահնակներով, դահուկներով։ Սա ամենակարևոր հանգամանքն է մեր փառատոնի իրականացնելու մեջ։ Եթե առաջին տարում միջոցառումը համախմբել էր մոտ 500 հյուր, հիմնականում Ամասիայից եւ Շիրակի մարզից, ապա հետագա տարիներին մասնակիցների թիվը հասել է 2000-ից 3000-ի։ Այս տարի կազմակերպիչները կրկին մեծատիվ այցելուներ են ակնկալում ինչպես մարզից, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից։ Փառատոնն իրականացվում է Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության Լիտվո-Շիրակ ծրագրի, ինչպես նաեւ Ամասիայի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն եւս աջակցում է նախաձեռնությանը կազմակերպչական մակարդակում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։